Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահը հաշտեցնում է Թրամփին ու Զելենսկիին։ Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցու սրահներից մեկում երկու կարմիր աթոռների վրա նստած 15 րոպե զրուցել են Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահները։ Հետո ոտքի վրա նրանց են միացել Ֆրանսիայի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Սպիտակ տունը երկու բառով հանդիպումն անվանել է շատ արդյունավետ։ Զելենսկին ասել է, խորհրդանշական հանդիպում էր, քննարկել են Ռուսաստանի հետ առանց նախապայմանների հնարավոր հրադադարի հարցը։ Նա չի մոռացել շնորհակալություն հայտնել Թրամփին։ Սա Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահների առաջին շփումն էր փետրվարին Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակի սկանդալից հետո, երբ Թրամփը Զելենսկիի վրա մատ էր թափ տվել ու գրեթե դուրս հրավիրել սենյակից։ Այսօրվա հանդիպումից ժամեր առաջ Թրամփը կոչ էր արել Կիևի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի հանդիպում անցկացնել պատերազմը կանգնեցնելու հարցում համաձայնության հասնելու համար։ Ռոյթերսը երեկ հաղորդել էր, որ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները համաձայն չեն խնդրի կարգավորման ամերիկյան ծրագրի հետ։ Վաշինգտոնը առաջարկում է Ղրիմը ճանաչել իբրև ռուսական տարածք։ Իտալիայում Զելենսկին նորից պնդել է, Ղրիմը կմնա որպես Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածք։ Մեր դիրքորոշումը չի կարող հակասել Ուկրաինայի սահմանադրությանը։ Մենք չենք կարող ինչ-որ բան տալ կամ չտալ։ Սա մեր սեփականությունն է։ Սա Ուկրաինայի ժողովրդի սեփականությունն է։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում սկանդալային պնդում էր արել. Ղրիմը կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո։ Վաշինգտոն Պոստի վերլուծաբանների կարծիքով բանակցությունների մասնակիցների շրջանում գերիշխող է դառնում այն զգացողությունը, որ Ուկրաինան համակերպվելու է Ղրիմը Ռուսաստանի կազմում ճանաչելու մտքի հետ։ Հատկապես, որ մարտի դաշտում լավ չեն ուկրաինական բանակի գործերը։ Ռուսաստանի դրոշն են զինվորականները բարձրացրել Գորնալում։ Դա Կուրսկի մարզի վերջին բնակավայրն էր, որտեղ դեռ ուկրաինացիներ էին մնաց։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այսօր զեկուցել է Վլադիմիր Պուտինին, որ ամբողջությամբ ազատագրել են Կուրսկի մարզը։ Ըստ Գերասիմովի, Կուրսկի սահմանային գոտում մարտերի ընթացքում Ուկրաինայի զինուժը կորցրել է առնվազն 75,000 զինվոր և ավելի քան 400 տանկ։ Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է։ Կուրսկի սահմանային շրջանում հակառակորդի լիակատար պարտությունը պայմաններ է ստեղծում ռազմաճակատի մյուս կարևոր հատվածներում մեր զորքերի հետագա հաջող գործողությունների համար։ Պուտինը շնորհակալ է բոլոր այն զինվորներին, որոնք ազատագրել են Կուրսկի մարզը։ 9 ամիս առաջ ուկրաինացիները ներխուժեցին Ռուսաստանի տարածք, արևմտյան մամուլը ազդարարեց, Կիևը ցնցեց հզոր Ռուսաստանը։ Մի ցնցող հայտարարություն այսօր Ռուսաստանի գլխավոր շտաբի պետն է արել։ Հաստատել է, որ ռուս զինվորականների կողքին ուսուսի տված Կուրսկի մարզի համար կռվել են նաև հյուսիսկորեացի զինվորականները։ Հատուկ ուզում եմ ընդգծել Կուրսկի ազատագրման գործում Կորեայի ժողովրդական հանրապետության զինվորականների մասնակցության կարևորությունը։ Հյուսիսային Կորեայի զինվորականները ուսուսի կռվեցին ռուս զինվորականների հետ, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, տղամարդկություն, քաջություն և հերոսություն։ Դժվարանում են միջազգային վերլուծաբանները հստակ ասել, արդյոք ուղիղ կապ կա ռազմաճակատում ռուսական կողմի հաջողությունների ու Մոսկվա-Վաշինգտոն մերձեցման հետ։ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ կողմերն ավելի են մոտեցրել Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները։ Կարնե Մանգասարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։